Ավտոապահովագրման համակարգում նախատեսվում է բարձրացնել հատուցումների առավելագույն սահմանաչափերը, նպատակ ունենալով առավել լիարժեք պաշտպանել վարորդների և տուժողների շահերը։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը ներկայացրել է 2026 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները այս ոլորտում։ Որոշումը կայացվել է դեռ նախորդ տարի, որոշման համար հիմք է ծառայել ապահամակարգի զարգացման մեր ռազմավարությունը, որտեղ նախատեսվել է որոշակի, այսպես ասած, հաճախորդամետ գործողություններ իրականացնել, այսինքն մեր հաշվարկները ցույց են տվել, որ քանի որ կա վերին սահմանաչափ, որոշ հատուցումներ մինչև կամ այդ սահմանաչափից բարձր չեն կատարվում, հետեւաբար այդ պայդրությամբ ըստ մեր հաշվարկների մոտավոր 94% վնասների հատուցում էր կատարվում, այսինքն պարզա չէ, եթե ենթադրենք 1.8 միլիոնա սահմանաչափը, բայց 2.5 միլիոնա վնաս է եղել, ուրեմն 700,000 չէր հատուցվում։ Արդյունքում գույքային վնասների հատուցման սահմանաչափը 1.8 միլիոն դրամից կբարձրանա մինչև 2.5 միլիոն դրամ, առողջական վնասների դեպքում 3.3 միլիոն դրամից մինչև 3.5 միլիոն դրամ։ Որոշ դեպքերում, օրինակ շղթայական վթարների ընդհանուր հատուցման սահմանները ևս բարձրացվում են մինչև 25 և 35 միլիոն դրամ։ Փոփոխության նպատակն է բարձրացնել վնասների ծածկույթի մակարդակը մոտ 94%-ից ավելի բարձր ցուցանիշի։ Սա սոցիալական խնդիր է լուծում եւ պարտադիր ապահովագրություն է, ու հետեւաբար պետք չի ձգտել 100% ծածկին, որը որ իր հերթին նաև ապվճարների ավելացում կբերի։ Դրա համար ինչ-որ չափավոր որոշում պետք է կայացնել, ըստ այդմ որոշվեց, որ 3%-ային կետով այնպիսի փոփոխություն անենք հատուցման կամ ապահովագրական գումարի, որ եւս 3%-ային կետով ավելացնենք հատուցումները, այսինքն 1.8 միլիոն առավելագույն գույքային սահմանաչափը բարձրացրեցինք 2.5 միլիոն, անձնականը 3.3-ից 3.5 միլիոն եւ ըստ այդմ հա, որովհետեւ այնտեղ հաշվարկները ցույց էին տալի, որ այնտեղի չհատուցված մասը շատ ավելի քիչ է, քան գույքայինի դեպքում ստացվում, ու մոտարապես որ նույն ցուցանիշին գայինք ծածկույթի, այդքան հաշվարկները ցույց տվեց, որ այդքան պետք է ավելացնել, ու համապատասխանաբար, եթե մեկ պատարից մի շարք մեքենաներ կամ անձիկ են վնասվում, 10 պատիկ ավել է ստացվում, այդ էլ առավելագույն սահմանաչափն է ամբողջի, այսինքն 1.8-ից 2.5, այնտեղ էլ 18 միլիոնից 25 միլիոն, 33 միլիոնից 35 միլիոն։ Հատուցումների ավելացումը արդեն ներառված է գործող սակագների մեջ, վարորդները այս փոփոխության պատճառով հավելյալ վճար չեն կատարի, սակայն ապագայում սակագները կարող են փոխվել այլ գործոնների պատճառով։ Վթարների հաճախականության աճ, վերանորոգման գների բարձրացում, ընդհանուր գնաճ։ Այս պատճառով ինչ որ մենք բարձրացրեցինք ապգումարը, որը ենթադրում է հատուցման ավելացում եւ հետեւաբար պետքա որ ենթադրեր ապահովագրական վճարի ավելացում, չի ավելանալու այս պատճառով։ Արդեն ուզում եմ ասեմ նախ, քանի որ այս որոշումը կայացվել էր, այն ինչ որ ավելացել է, այս պայն ինչ որ կա, այլ պատճառով ամեն ինչ հնարավոր է, բնականաբար, այլ պատճառները ընդհանրապես սակագինը ձևավորվում է հատուցումների աճի արդյունքում, այսինքն իսկ հատուցումները ինչի հաշվին են աճում, կամ պատառներն են շատ լինում, կամ գները հատուցման բարձրանում են, այսինքն վերանորոգման գները։ Նոր սահմանաչափերի կիրառմամբ հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել ամբողջությամբ հատուցվող վնասների բաժինը եւ նվազեցնել այն դեպքերը, երբ տուժողները ստիպված են լինում իրենց միջոցներով լրացնել տարբերությունը։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։